քեզի խոսած ասես չէ։ Անցավ մի 6-7 ժամ, զանգեցի այդ տղային, ասի ինչ չկա, ասեց ինչ պետք է լինի, մտել ենք չաս, ես չգիտեմ էդիկը նկարես թե չկաս, մտել են չաս, դե իմ տղեն դրբով, հոյով, մտել են, տեսել են, որ արդեն թուրքերը մտել են այդտեղ, երեխեքի կդրած վզները, ձեռները կդրած, լրիվ այլայլված էլի դիակները, այդտեղ մելիքը իրանք ուրցնմա, որ այդտեղ որ մեջքի վրա պարկած ալնում, ասենք կդրած գլխով, դրբով, ինքը մտածում է, որ վերջ էդի մասիս սարդը, ու այդ իրա հետի տղային ասում դու գնա տուն, ես թեկուս ոտով, ես պետք է անպայման էթամ, ես կեթամ, ուտեղ պահում է, այդ ռոպեին անցում է 5 ռոպե, Մասիսը զանգում է, խոսում է ինքը Մասիսի հետ, ու ասում է չի հավատում, որ էդի Մասիսն է, պապ ջան խես հասես տեղ, հետ դարձի գնատում, հիմա ես ինձի տեր կայնեմ, թե ուշու միտքս դուրն ես, մելիքը դուրս չի գալի այդ հայրոյի հետ, մնում են այդտեղ սալդատների մոտ, լրիվ սալդատներին տեր են կայնում, ասենք ոգևորում են երեխեքին, մի վախեցեք երեխեք ջան, շատ երեխեքը ուզում են փախնեն, չեն թողում, երեխակա ոչ մի զենքից, ոչ մի բանից չի հասկանում, ոչ մի բան։ Այդտենց ամբողջ գիշեր կռվում են, ամբողջ մինչև ամսի 5-ը, էլը մելիքը Մասիսին չդե չի կարա այդատենան, բայց Մասիսը այդտեղ, որ պոլկը գիշերը խփում են ժամը 3-ից 4-ը, որ հարձակվում են գիշերը 3-ից 4-ը։ Էդի ամսի 2-ին։ Ամսի 1-ի գիշերը, որ հարձակվում են։ Մասիսը լինում են արդեն տագնապի տակ են ընկնում, որ տենմա օֆիցերներին արդեն խփել են, այդտեղ արդեն 120 հատ սալդատ, երևի ավելի շատ, սալդատներին վազեցնում ուղիղ մատաղիսի տները, որ երեխեքին պահի։ Որ խուճապի չմատվի։ Այսինքն ինքը հրամանատարություն վերցնում է իր ձեռը։ Վեկանում է իր ձեռը, չի սպասում իրան հրաման կտան, թե չեն տա, ինքը այդ րոպեին ինքը շարքային զինվոր է։ Շարքային զինվոր, հա։ Բանը, երեխեքին 120 հոգի տանում է մատաղիս, որ ասենք տունը մտցնե երեխեքին, մինչև հետ գա նորից մի քիչ տան երեխեք սալդատների։ Չգիտեմ 200 կիլոմետր, թե 400 կիլոմետր, դրանից հետո այդ սալդատներին վազեցնում է պահուստային պոստեր կան ինչ-որ, ես չգիտեմ, իրան, ուղիղ 4 ժամ վազացնելով երեխեքին տանում է, որ հանգարց ոչ մեկի չլնի, ու ինքը բարձրանում է դիրքերը, այնտեղ արդեն ինքն է սաղի կառավարում, էդի պետք է տենց անենք, ենի պետք է տենց անենք, էլի, ապացույցը ցույց տվեց էլի, որ այդքան ինքը սալդատ լինելով հանդերձ, ինքը ինչեր արեց, չէ Գեր Եփրեմյան, այդպես չէ, մեր երեխեքը համուժեղ են, լավ ուսուցիչ ուներ, լավ հոգեբանություն դասավանդեց, ասեք Գեր Եփրեմյան։ Դուք էլ պատմեք, Գեր Եփրեմյան, ձեր աշակերտից մի քիչ դպրոցից պատմեք։ Մասիսի դասավանդում 4-րդ դասանից, առաջի տարվանից ինքը աչք է ընկել իր կազմակերպվածությամբ, խելացիությամբ, պարտաճանաչությամբ, ամբողջ դասանը ենթարկվել է Մասիսին, Մասիսը ինչ որ ասել աշակերտների համար օրենք էր, իհարկե վատ բաներ չէր ասում, ինչքան մենք էքսկուրսիա կազմակերպեինք, ինչքան մի որևէ միջոցառում ամենաառաջնային դիրքում Մասիսը պիտի լիներ։ Շատ հետաքրքրական է, որ մեկ անգամ Աշնան տեսա բանը, Աշունը դպրոցում, այդպիսի միջոցառում ենք անում, եւ իմ աշակերտները նախաձեռնեցին խորովածի պատրաստում, պետք է ավանդական մեր ճաշատեսակ խորովածը եւ այդ ամբողջ գործողությունը Մասիսը կատարեց, շամպուրներն հրաշարած, պարելով տարավ ներկայացրեց ժյուրիին, գրավեցինք առաջի տեղը։ Մասիսը ամեն ինչում կազմակերպված է։ Ես հիմա լսելով այս վերջի դեպքերը եւ հեռուստացույցով իր առանց կաշկանդվելու զրուցելը, խոսելը, ես ինձ շատ հպարտ զգացի։ Ես դասավանդել եմ հայոց լեզու եւ գրականություն, ու ես իմ մեջ ինքս ինձ ամփոփեցի, որ իմ դաստիարակած հայրենասիրությունը իր նպատակին է հասել, որ այդ երեխան
դպրոցում են առիթներ լինելու պահին, թե ոչ առիթ լինելու, միշտ ասում էր ես զինվորական եմ դառնալու եւ հաստատում էր իր հոր խոսքը, որ ես գեներալ եմ դառնալու։ 8-րդ դասարանից սկսած հայրը տրամադրել էր, որ պիտի գնա զինվորական Վազգեն Սարգսյանի անվան ինստիտուտը։ Բայց ես ասում եմ, ախր Մասիս ջան, դու պիտի 12 ավարտես, ատեստատ ստանաս, այնտեղ առանց ատեստատի չեն ընդունի։ Ու 9-րդ դասարան երբ ավարտեց, Մասիսին տարան Արմավիրի, Տիգրան Մեծ Բայց այդ ժամանակ ելիքը տանը չէր, ինքն իրան ավարտեց եւ ընդունեց այնտեղ 2 տարի սովորեց, հետո պիտի ուղարկեին Ռուսաստան կրթությունը շարունակելու, ռուսերեն քննության մեջ անհաջողություն ունեցա, թեև ռուսերեն էլ պարապեց, մի տարի պարապում էր ուրիշ ուսուցիչի մոտ, բայց որ ընթացքում մի քիչ ծուլացել էր, երևի չկարողացավ 100%-ով հասնել, ռուսերենի պատճառով նրան չուղարկեցին։ Ու այդպես դուրս մնաց, կամավոր գնաց զինվոր, իր կամքով անձնեց, չնայած իր տարիքն էր արդեն, իր տարիքի երեխաների, ինքը իր ընկերները հիմա բոլորը ծառայում են բանակում, բայց Մասիսի արածը իրոք հերոսական արարք էր։ Ապրինքը, որ 4 հոգով կարողացել են այդ հետաքրքիր կազմակերպել եւ պահել դիրքերը, որ այսօր արդեն դարձել են հանրապետության խոսակցության թեման, այդ 17-18 տարեկան երեխեքը այդպիսի քաջագործություններ են անում։ Ապրեն իրենց ծնողները, ապրեն նրանց դաստվող մանկավարժները, որ երեխաներին համագյուղացիները, որոնց հետ շփվել են, խաղացել են, զբաղվել են, կարողացել են երեխեքի մեջ հայրենասիրությունը դաստիարակել ու խորացնել։